Իջևանում բացվել է նոր բազմաֆունկցիոնալ հանրային տարածք, որն արդեն իսկ դարձել է համայնքային կյանքի ակտիվ կենտրոն։ Քանդակների այգում ստեղծված նոր միջավայրը նախատեսված է բնակիչների հանդիպումների, շփման, կրթական և մշակութային նախաձեռնությունների համար։ Այն ներառում է բացօթյա ամֆիթատրոն, խաղային գոտիներ, հանգստի հատվածներ և ներառական ենթակառուցվածքներ նախատեսված բնակչության բոլոր խմբերի համար։ Այսօր մեր համար շատ սպասված և ուրախալի օր է, քանի որ քաղաքում չենք ունեցել նման կառույց, հանրային վայր։ Իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել Սերբիայի դեսպանատանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրին համագործակցության համար, որի արդյունքում ստացանք այս գեղեցիկ կառույցը, որը արդեն դարձել է մեր համայնքի բնակիչների սիրելի վայրերից մեկը։ Այս կառույցը նախատեսված է քաղաքում մշակութային միջոցառումներ կազմակերպելու, թե մեծերի, թե փոքրերի, ամբողջ բնակչության համար։ Արդեն այս կառույցը դարձել է մեր իջևանցիների սիրած վայրերից մեկը։ Նախաձեռնությունն իրականացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի դիմակայունություն ի սկզբանե նախագծի շրջանակում, Իջևանի համայնքապետարանի և Սերբիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ։ Շուրջ 40 միլիոն դրամ արժողությամբ ծրագրի կարևոր առանձնահատկություններից է բնակիչների անմիջական մասնակցությունը։ Համանախագծման գործընթացում ներգրավել են համայնքի տարբեր բնակավայրերից տասնյակ քաղաքացիներ։ Մենք լսել ենք համայնքի կարիքները։ Բնակիչներն իրենք են առաջ բերել այն գաղափարները, որոնք ցանկանում էին տեսնել իրենց համայնքում։ Տավուշի մարզում մենք բազմաթիվ նախագծեր ունենք, ուղղված համայնքների զարգացմանը, կանանց ու երիտասարդների զորեղացմանը, սոցիալ-տնտեսական առաջընթացին։ Եվ հաջողությամբ իրականացնելով այս նախագծերը, մենք ուրախ ենք տեսնել տեղի կառույցների պատրաստակամությունն ու աջակցությունը նախագծերի կյանքի կոչմանը։ Քանդակների այգին Իջևանի բնակիչների և քաղաքի հյուրերի ամենասիրելի և ամենաշատ այցելվող վայրերից մեկն է։ Տարիներ շարունակ այն եղել է զբոսանքի և մշակութային հանդիպումների կարևոր հարթակ։ Այժմ նոր բազմաֆունկցիոնալ հանրային տարածքի ստեղծմամբ այգին ստացել է նոր շունչ, վերածվելով մարդկանց միավորող, գաղափարների փոխանակման և համայնքային կյանքի աշխուժացման ժամանակակից կենտրոնի։ 2024 թվականին Սերբիայի կառավարությունը 1 միլիոն եվրո արժողությամբ աջակցություն տրամադրեց Հայաստանին, այստեղ իրականացնելու դիմակայունություն ի սկզբանե ծրագիրը։ Իջևանում իրականացվող այս ծրագիրը Հայաստանում իրականացվող 34 նախագծերից մեկն էր։ Սերբիանն ու Հայաստանը երկարաժամկետ գործընկերներ են, և մեր երկու երկրների հարաբերություններում բարեկամական ավանդույթներ ունենք։ Սա երկամյա նախագիծ է, և մեր գործընկերությունը Հայաստանի հետ շարունակվում է։ Իջևան համայնքին շնորհավորում եմ այսպիսի գեղեցիկ հանրային տարածք ունենալու համար։ Այս նախաձեռնությունը Տավուշի մարզում իրականացվող ավելի լայն համագործակցության մի մասն է, որի նպատակը համայնքների դիմակայունության և կայուն զարգացման ամրապնդումն է։ Հանրային նոր տարածքի ստեղծմանը զուգահեռ ծրագրի շրջանակում իրականացվել են նաև մի շարք կարևոր ենթակառուցվածքային նախաձեռնություններ։ Տավուշի մարզային փրկարարական վարչությունում տեղադրվել են արևային ֆոտովոլտային համակարգեր, իսկ Աչաջուր բնակավայրում կառուցվել է նոր ջրամբար ոռոգման արդյունավետությունը բարձրացնելու և գյուղատնտեսական աշխատանքներին աջակցելու նպատակով։